Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ բան, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ արնելու, նույնն էլ մեզնից առաջների հետ է լինելու, անենք չլինի էլի, նույնն էլ նրանցից առաջների հետ է լինելու, որովհետև մենք մեքենա քշել չգիտենք, Ժողովուրդ ջան, որովհետև մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք։ Մնացած ամեն ինչն էլ ենք ստացել, կան բացառություններ, իհարկե կան բացառություններ, բայց բացառությունը ընդամենը հաստատում է օրինաչափությունը։ Եվ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Որևէ շանս չունենք։ Մարդը ինձ ես կխելագարում եմ ուղղակի, մարդը ինձ նամակ է գրում, մարդիկ, ասում են, ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ, ասում ենք, նայում եմ այդ տեքստը իմ գրած, 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա, Այս վերջերս մեկին չդիմացա պատասխանեցի ասացի հարգելիս, բայց ասենք գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս որ տեն չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։ Չմտածեք չափազանցնում եմ, եթե ով ուզի կտանեմ ցույց կտամ բանը, իմ բանի նամակների ցանկում այդ նամակը ցույց կտամ։ Բայց սա ուրիշի մասին չի, եթե մենք այս ասելով նկատի ունենանք ուրիշներին, մենք խնդրեմ կունենանք, սա մեր մասին է, որովհետև առավել եւս եթե մենք ուրիշներին նկատի ունենանք, այս ամեն ինչը մարդիկ կընկալեն որպես վիրավորանք։ Բայց սա մեր մասին է։ Եվ այն խնդիրները, որ մենք ունենք եւ ունեցել ենք, դրա մասին է։ Որովհետև այս խնդրի հետ մենք ամեն օր բախվում ենք եւ շարունակելու ենք բախվել, բայց ինչ անել։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես կարծում եմ, այսօր նախարարի հետ մի թեթև խոսել ենք, չենք հասցրել քննարկենք, ես ընդհանրապես ասել եմ, որ այսպիսի բան անցնում մտքովս, որ մենք պետքա նախապատրաստական դասընթացներ անենք, այսինքն ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, Իչև ինքը դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի, կարևորը որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի, կարա իսկապես շատ լավ ուսուցիչ լինի, բայց չկարողանա լավ տնօրեն լինի։ Եվ կառավարումը բոլորովին ուրիշ բան է։ Չնայած ասում եմ, այս ամեն ինչի մասին մենք պետք է մտածենք ընդհանուր առմամբ կառավարման համակարգում։ Մենք ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Մենք կառավարության անդամներս։ Ես երեք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ արդեն որ երրորդ անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Մենք հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ասել ենք, գրել ենք, ֆիքսել ենք, որ պետք է այդ թվում պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ լինեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ես հարց եմ տալիս, քանի հատ այդպիսի դասընթաց են կարել։ 0, ոչ մի հատ։ Համեն դեպս ինձ ոչ մեկ չի ասել, պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում sense դասընթաց է կազմակերպվում։ Կարող է դուք հետաքրքրված եք։ Ոչ մեկ չի ասել։ Եթե ասեին, ես կգնայի խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք, բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրը։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է
մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետև կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, հուշի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարող լինի սաբոտաժի էլեմենտներ։ Հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ ման կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։ Հեղինակը ով էր, կարող է հիշեք, հա։ Վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի, դրա համար ինքը ուրիշին է խնդրում, որ իր համար գրքեր կարդան, բայց դա վեպի այդ մեր որոշումը չի կատարվում, որովհետև ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ով պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Ասածս կարա չափազանցություն թվա, բայց կներեք, եթե չափազանցություն թվա, այդ ֆունդամենտալ խնդրեմա է այդտեղը։ Երբ որ մենք չենք կարողանում ախտորոշել մեր խնդրեմը։ Եվ պատահական չի, որ այն մարդը, որը 4 նախադասության մեջ 13 սխալ գրում է, կարող է հիմա խորանանք ինքը 50 ուրիշ պաշտոնյայի անուն տա, իր ճանաչած, որ մի այդքան էլ սխալներ իրանք են անում այդ նույն տեքստի մեջ։ Ու կարա պարզվի սա իրականություն է։ Եվ հետևաբար եկեք ես առերեսվենք այս խնդրի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։